պետական շահերի պաշտպանությունը է համայնքային թե ապօրինի գույքով համեցիկ։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, նախարարը գրեթե ամբողջությամբ ներկայացրեց կատարված աշխատանքը, ընդամենը ընդգծեմ, որ սա համայնքային շահի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության կողմից ներկայացված հայցի բավարարման արդյունք է, պարոն վարչապետ։ Նախկին ղեկավարը Օրգով համայնքի 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հեկտար մակերեսով հողամասն օտարել էր իր որդուն, ավելին հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։ Պարոն Խուդասյանը նշեց, որ սա հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության հողատարածք է, այդ պատճառով ամրացվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Սա կատարված աշխատանքի մի մասն է, ձեր թույլտվությամբ անդրադառնամ նախորդիվ կառավարության որոշումներով դատախազության տարբեր լիազորությունների շրջանակում ամրացված գույքերին։ Մեկ շաբաթ առաջ մեկ այլ գերատեսչության շրջակա միջավայրի նախարարությանն է ամրացվել 2 հողատարածք, որոնք գտնվում են մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում։ Ընդհանուր արժեքը, պարոն վարչապետ, 2 հողատարածքների 1.5 միլիոն ամերիկյան դոլար է։ Ինչու ենք ամրացրել շրջակա միջավայրի նախարարությանը, որովհետև անտառային նշանակության հողատարածքներ են և պետք է ծառայեն բացառապես որպես ռեկրեացիոն գոտի։ Նախարարության այդ քննարկումների արդյունքում այս փուլում հանգել ենք եզրահանգման, որ որևէ շինարարություն տարածքում չի իրականացվելու և տարածքն օգտագործվելու է որպես անտառային նշանակության օգտագործելու համար։ Սա ևս պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում վերադարձված գույք է։ Նշեմ, որ 2005 թվականի մայիսի 2-ին և 2005 թվականի հունիսի 30-ին կնքվել էին առուվաճառքի պայմանագրեր Երևանի նախկին քաղաքապետի և ֆիզիկական անձանց միջև։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է պետական շահերի պաշտպանության 2 հայցերը և անվավեր էր ճանաչել առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքները։ Այդ գույքերը, ինչպես նշեցի, անցյալ շաբաթ ամրացվել են շրջակա միջավայրի նախարարությանը։ Նաև, պարոն վարչապետ, առաջիկայում կառավարության նիստով կներկայացվի և լիազոր մարմնին կամրացվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.3 հեկտար մակերեսով հողամասը։ Նշեմ, որ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր մեր գլխավոր դատախազության հայցը ընդդեմ Սամվել Մայրապետյանի և հայցով մենք պահանջել էինք անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ։ Դատարանը բավարարել է մեր հայցը, վճիռը մտել է օրինական ուժի մեջ, առաջիկայում ըստ նպատակային նշանակության գույքը կամրացվի լիազոր մարմնին կառավարության։ Պարոն վարչապետ, ես կարող եմ շատ խոսել հայցերից, ուղղակի չեմ ուզում չարաշահել ժամանակը, նշեմ, որ մենք պարբերաբար այս հայցերի մասին հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով, նաև տեղեկացնում ենք կառավարության մեր գործընկերներին, որ նման գույքեր կան վերադարձված և գույքերը անհրաժեշտ է ըստ իրենց նպատակային նշանակության կիրառել։ Ձեր թույլտվությամբ անդրադառնամ նաև վերջին 2 ամիսների ընթացքում մի շարք համայնքներում համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում վերադարձված գույքերին, Իջևան և Դիլիջան համայնքներին վերադարձվել են մանկապարտեզների տարածքներ, մասնավորապես Տավուշի մարզի դատախազությունը կրկին պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել էր Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշտառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող 198.45 քառակուսի մետր մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը։ Նշեմ, որ շատ հաճախ մեր ուսումնասիրությունների հիմքը, ինչպես ենք մենք իմանում, այս կամ այն համայնքային նշանակության գույքը մասնավոր անձանց պատկանելու մասին, դա քաղաքացիների դիմումներն ու հաղորդումներն են, որոնք մենք ստանում ենք տարբեր եղանակներով, ինչպես սոցիալական կայքերի միջոցով, այնպես էլ գրավոր փաստաթղթերով։ Ուսումնասիրության արդյունքում, պարոն վարչապետ, նույն սխեման էր վերհանվել 2017 թվականի փետրվարի 27-ին Խաշտառակ գյուղական համայնքը իդեմս համայնքի ղեկավարի կնքել էր անշարժ գույքի վարձակալության պայմանագիր։ Մեզ շատ հետաքրքրել էր պայմանագրի արժեքը, տարեկան 165,000 դրամ վարձավճար
իրար, երբ մենք բաժանեցինք ամիսների, դա մոտավորապես 13750 դրամ էր կազմում ամսական եւ 25 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել մանկապարտեզի մասնաշենքը։ Նաեւ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված պայմանագրի հետևանքով փաստորեն վարձակալության հանձնված անշարժ գույքը չէր ներառվել 23 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին։ Արդյունքում մանկապարտեզը հիմնանորոգվել էր կիսատ։ Իջևան համայնքի Խաչթռակ բնակավայրի մանկապարտեզի այս խնդրի վերաբերյալ գրությամբ տեղեկացվել է համայնքի ղեկավարը, այս պահին անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծված է եւ մենք նաեւ համայնքին տեղեկացրել ենք, որ անհրաժեշտ է հետագա հիմնանորոգման աշխատանքներում ներառել նաեւ այդ տարածքը։ Նշեմ, որ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը մանկապարտեզի 44 միլիոն 121 հազար դրամ է։ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891.1 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի մասնաշենքին, պարոն վարչապետ, դուք կառավարության նիստերից մեկին անդրադարձել եք, չեմ կրկնի, այնինչ կառավարության նիստում արդեն հնչել է, մենք հավելեմ, որ մանկապարտեզն արժե մոտավորապես 85 միլիոն 935 հազար դրամ, դա կրկին շուկայականին մոտարկված կադաստրային արժեքներ։ Վերջին 2 ամիսների ընթացքում, պարոն վարչապետ, նաև համայնքային շահի պաշտպանության գործառույթի շրջանակում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին սեփականության իրավունքով վերականգնվել է նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող շուրջ $321,000 շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6.5 հեկտար մակերեսով մարզադաշտը։ Ըստ էության իրավական բոլոր նրբություններն արդեն լուծված են եւ մայիսի 12-ից այս մակերեսով մարզադաշտը գտնվում է համայնքի սեփականության ներքո, այդ մասին տեղեկացվել են ինչպես գործընկերները, այնպես էլ հանրությունը։ Կրկին սա համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում մեր իրականացված աշխատանքի մի մասն է, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդապետյան, այո, դուք ճիշտ նշեցիք, որ մասնավորապես Դիլիջանի մանկապարտեզին ես կառավարության